Բարև ձեզ, եթերում Սպուտնիկ զրույցն է։ Այսօր մեր տաղավարում Արաբկիր բժշկական համալիրի ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանն է։ Խոսելու ենք առհասարակ Հայաստանում դիագնոստիկ ծառայությունների որակի, զարգացման, տարբեր միֆերի մասին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերի համար։ Բժշկուհի, ուզում եմ սկսել այն հարցից, թե այսօր որքանով է մեր երկրում զարգացած առհասարակ դիագնոստիկան եւ աշխարհից հետ ենք մնում, հավասար ենք քայլում, մոտենում ենք, ինչ դիրքում ենք մենք հիմա։ Կարող եմ հպարտությամբ նշել, որ այսօր Հայաստանը աշխարհի առաջատար երկրների հետ քայլում է հավասարը հավասարին դիագնոստիկայի առումով։ Մեր կենտրոնները այսօր զինված են բազմաթիվ վերջին սերնդի սարքավորումներով, բոլոր դիագնոստիկ մեթոդներին առնչվող, սկսած ռենտգեն ծառայությունից, սոնոգրաֆիան, նույնպես սոնոգրաֆիկ սարքերը եւ վերջին ժամանակահատվածում նաեւ համակարգչային տոմոգրաֆիկ շատ լավ սարքերով է համալրվել մեր տարբեր բուժկենտրոնները, ինչպես նաեւ MRT-ն։ Արդեն համարյա բոլոր բուժկենտրոններում ունենք 3 տեսլա MRT, ինչպես նաեւ բացի նշված ծառայություններից մեր երկրում մատուցվում է նաեւ պետկատե հետազոտությունը, որը տարածաշրջանում կարելի ասել համարվում է առաջատար կենտրոններից մեկը։ Այնպես որ դիագնոստիկայի մասով Հայաստանը բավականին առաջատար դիրք է զբաղեցնում աշխարհում։ Նույն պետկատեի համար գիտեմ, որ ժամանակին ստիպված են լինում այլ երկիր գնալ, ամենամոտը հարևան երկիր գոնե գնալ, որպեսզի անցնեին ծառայությունը, բայց այսօր եւ ոչ միայն մեզ մոտ կա ծառայություն, այլև փաստորեն մրցունակ է նաեւ գնի առումով, որովհետեւ վերջերս կարիք կար եւ ստուգում էի, պարզվեց հարևան երկրում նույնիսկ ավելի թանկ է, քան մեզ մոտ։ Այո, ժամանակին մեր բուժառուները հիմնականում այդ հետազոտությունը անցնում էին կամ Վրաստանում, կամ Ռուսաստանում, երբեմն նաև եվրոպական տարբեր երկրներում, բայց այսօր նաև Հայաստանում եւ ոչ մեկ բուժկենտրոնում։ Կասեք ճառագայթային ախտորոշման տեսանկյունից, կա տարիք, երբ կարելի է անցնել նման հետազոտություն, չեմ ռենտգեն կամ համակարգչային տոմոգրաֆիա։ Ճառագայթային ախտորոշումը լայն հասկացողություն է եւ իր մեջ ներգրավում է մի քանի, ինչպես ասացի, մեթոդներ, որևէ սահմանափակում մեթոդների հետ կապված գոյություն չունի տարիքային առումով, բոլոր մեթոդները կարող են կիրառվել նորածիններից սկսած մինչև մեծահասակների։ Ամեն ինչ կախված է տվյալ պաթոլոգիայից, ինչպես նաև ցուցումից։ Բնականաբար այն մեթոդները, որտեղ որ կիրառվում է ռենտգեն ճառագայթը, իսկ այդ մեթոդները համարվում են ռենտգեն հետազոտությունը եւ համակարգչային տոմոգրաֆիան, այդ մեթոդները ցանկալի է կիրառել շատ ավելի քիչ երեխաներին եւ հղի կանանց։ Այդ դեպքում, սակայն այս դեպքում եւս լուծում կա, տվյալ պարագայում պետք է արդեն կարգավորել ճառագայթի դոզավորման չափը, պետք է խուսափել ճառագայթային գերդոզավորումից, սակայն նորմալ, ադեկվատ ճառագայթային դոզայի պայմաններում նշված հետազոտությունները եւս լայն կիրառություն ունեն երեխաների համար, հատկապես ռենտգեն հետազոտությունը, որը կարելի ասել համարվում է ռադիոլոգիայի հիմքը եւ ցանկացած պաթոլոգիայի իհարկե այն օրգան համակարգերը, որոնց ախտորոշման մեջ մեծ դեր է խաղում, այդ դեպքում կիրառվում է ռենտգեն հետազոտությունը եւ հիմնականում հետազոտությունը սկսվում է հենց ռենտգեն հետազոտությունից։ Այսինքն բացարձակ արգելք չկա, այլ պետք է այսպես ասենք գնահատել օգուտը եւ վնասը եւ հնարավորինս չափավորել վնասը։ Այո, որևէ հետազոտության բացարձակ արգելք գոյություն չունի։ Պետք է ճիշտ ընտրել հետազոտության տեսակը, կախված տվյալ պաթոլոգիայից եւ իհարկե նաեւ տարիքից։ Եվ նման բաներ են խոսում, որ անգամ չգիտեմ որքանով այդտեղ ճշմարտության չափաբաժին կա թե չկա, որ տարբեր հիվանդություններ նույն ռենտգենի կամ այլ հետազոտության հետևանքով կարող են արագանալ, որ ասում են գազազում է, հիվանդությունը, նման բան են ասում։
Իրականում դա միֆ է, այդպիսի բան գոյություն չունի, դա ոչ թե պայմանավորված է նրանով, որ տվյալ հետազոտությունից հիվանդությունը այսպես ասած գազազում է, այլ գոյություն ունեն հետազոտություններ, որոնք որ ցույց են տալիս, որ ռենտգեն ճառագայթի գերդոզավորումը կարող է որոշակի տարիքում լինել նպաստող ֆակտոր տարբեր հիվանդությունների զարգացման, լինի ճառագայթային հիվանդության, լինի տարբեր քաղցկեղների, երեխաների պարագայում հիմնականում լեյկեմիայի, բայց այստեղ պետք է տարբերել, որ դա ոչ թե adekvat դոզավորումն է, այն դոզավորումը, որը որ կիրառվում է ախտորոշման համար, այլ դա այն դեպքերն են, երբ տեղի ունենում գերդոզավորում պացիենտի։ Ռենտգեն ճառագայթները դրանք այնպիսի ճառագայթներ են, որոնք որ նորմալ մարդու օրգանիզմը առօրյայում էլ ստանում է տարբեր տեղերից, մենք կարող ենք ստանալ շատ ավելի մեծ չափաբաժին ճառագայթման դոզա, օրինակ 1 թռիչքից, քան ենթադրենք 1 հետազոտությունից, այնպես որ դա համարվում է միֆ, որ կարող է ռենտգեն ճառագայթը նպաստել որևէ հիվանդության առաջացման, այսինքն ռենտգեն ճառագայթի adekvat դոզան կամ ստիպել, որպեսզի հիվանդությունը ավելի զարգանա կամ այսպես ասած, ինչպես դուք նշեցիք, գազազի։ Այ որ ասում եք adekvat դոզավորում, այսքան շատ կարևոր է մասնագետը, բացի այն, որ ընտրում ես բուժկենտրոն, որը ունի լավ սարքավորում, պետք է ընտրել նաև բուժկենտրոն, որը ունի լավ մասնագետ, ով որ ճիշտ դոզավորումները ցեք կանի եւ գերդոզավորում չի ստացվի փաստորեն։ Այո, շատ մեծ է բժշկի դերը ճիշտ դոզավորումը ընտրելու մեջ, ինչու, որովհետև բժիշկը պետք է հստակ տիրապետի, թե տվյալ պացիենտին, ով ունի համապատասխան մարմնի կառուցվածք, այսինքն քաշ, մարմնի մակերես, տարիք, ինչ ճառագայթման դոզա ընտրի ճիշտ նկարներ ստանալու համար, այսինքն մենք պետք է մտածենք երկու ուղղությամբ, նախ չվնասենք, գերդոզավորում չունենա պացիենտը եւ երկրորդը մեր տված դոզան պետք է, այսպես ասած, ծառայի իր նպատակին, այսինքն կարողանանք ստանալ ճիշտ նկարներ, որոնցից կկարողանանք քաղել ճիշտ ինֆորմացիա եւ բնականաբար կունենանք ճիշտ ախտորոշում։ Այնուամենայնիվ այս միֆի մեջ փաստորեն որ ասում են ճշմարտության կաթիլ կա, որովհետև կարող են նման դեպքեր լինել, երբ մարդը միգուցե նույնիսկ չիմանալով իր խնդրի մասին անցել է ռենտգեն հետազոտություն կամ մեկ այլ հետազոտություն եւ այլ սխալ դոզավորման հետևանքով այ հիվանդությունը սկսել է արագ ավելի զարգանալ։ Ճիշտ եմ հասկանում։ Իրականում շատ քիչ կարող են հանդիպել նման դեպքեր, որ սխալ դոզավորման արդյունքը որևէ հիվանդություն զարգանա, որովհետև եթե դա դառնա պատճառ հիվանդության զարգացման, պետք է պացիենտը շատ մեծ քանակությամբ ճառագայթային դոզաներ ստացած լինի, որը որ իրականում adekvat չի կարող լինել ցանկացած բժշկի պարագայում։ Անձնական օրինակով մի բան կուզեի ասել, մեզ անհրաժեշտ էր 1 շաբաթվա ընթացքում այսպես իրար հետևից հետազոտություններ անցնել, այնպես ստացվեց, որ մի հատ կատե եղավ, մի հատ պետկատե, դրանից հետո մի հատ էլ MRT, մոտավորապես այս 3 հետազոտության ամբողջ ընդգրկումը 10 օր էր։ Որն է adekvat պարբերականությունը, քանի օր չեմ պետք է որ ընդմիջում տալ նման հետազոտությունների միջև։ Նախ նշեմ, որ ձեր նշած 3 հետազոտությունները սկզբունքորեն տարբերվում են միմյանցից, MRT-ն բացարձակ ճառագայթում չի պարունակում, MRT-ի աշխատանքային սկզբունքը լրիվ այլ է, այն աշխատում է մագնիսական դաշտի հիման վրա եւ խոսել, որ MRT-ից կարող է ինչ-որ վնաս լինել պացիենտին, դա ոչ adekvat է։ Ինչ վերաբերվում է համակարգչային տոմոգրաֆիային եւ պետկատեին, այո, երկուսի պարագայում էլ կա ճառագայթում, բայց երկուսի դեպքում էլ նույնիսկ եթե
պացիենտը հետազոտություններն անցել է 1 օր տարբերությամբ, միանշանակ վստահ եմ, որ չի կարող պացիենտի գերդոզավորում լինել, որովհետև դրանք այն չափաբաժինները չեն, որոնք որ կբերեն պացիենտի դոզավորման եւ այստեղ պետք է նշեմ, որ կան պացիենտներ, ովքեր որ կարող են նույնիսկ դինամիկա գնահատելու համար օրվա մեջ անցնել 2-3 համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություններ, բայց նույնիսկ այս պարագայում այդ ճառագայթային դոզաները չեն համարվում այնքան շատ, որ կարողանան վտանգել պացիենտի առողջությունը։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, թե ինչ հաճախականությամբ կարելի է անցնել հետազոտությունները, նախ առաջինը պետք է հասկանանք, թե խոսում ենք առողջ մարդու մասին, թե մարդ ով ունի որևէ պաթոլոգիա, որտեվ երկու պարագայում ցուցումները լրիվ տարբեր են։ Բնականաբար առողջ մարդու պարագայում ցանկալի է հնարավորինս ավելի քիչ անցնել այն հետազոտությունները, որոնք որ ճառագայթ են իրենց մեջ պարունակում, սակայն այս դեպքում կա որոշակի ճառագայթային դոզա, որը թույլատրելի է մարդու համար 1 տարվա ընթացքում, այսինքն տարվա ընթացքի ճառագայթային թույլատրելի դոզան չպետք է անցնել։ Իսկ եթե մենք խոսում ենք արդեն պացիենտի մասին, ով ունի որևէ հիվանդություն, որևէ պատճառ հետազոտվելու, այստեղ էլ պետք է adekvat գնահատել, թե ինչ վիճակի պացիենտ է։ Եթե պացիենտը ռեանիմացիոն պացիենտ է, ինչպես նշեցի արդեն, կախված անհրաժեշտությունից հնարավոր է մի քանի հետազոտություն իրականացնել։ Իսկ եթե պացիենտը այլ հիվանդությամբ է տառապում, որը որ պետք է դինամիկայում հսկվի, գնահատվի, արդյոք հիվանդությունը ավելի պրոգրես է ունենում, այդ դեպքում արդեն ըստ բժշկի ցուցումի 3 ամիս, 6 ամիս կախված բուժող բժշկի ցուցումից արդեն նշված ժամանակահատվածներում հնարավոր է հետազոտությունը իրականացնել։ Եվ ինչ կանոններ կան, ինչպես պատրաստվել ճիշտ հետազոտության գնալու։ Նախորդ օրը չեմ, ինչ սնունդ կարելի է օգտագործել, չօգտագործել։ Իհարկե, առաջինը կախված է նրանից, թե ինչ օրգան համակարգ պետք է հետազոտվի, բայց կան ընդհանուր կանոններ, որոնց որ ցանկալի է տիրապետել եւ պահել այդ կանոնները, բնականաբար ցանկալի է հետազոտությանը ներկայանալ սոված, նախորդ օրը հնարավորության սահմաններում աղիները լինեն դատարկ, հատկապես այն դեպքում, երբ պետք է կատարվի որովայնի եւ փոքր կոնքի հետազոտություն։ Եթե պացիենտը հետազոտվում է փոքր կոնքի օրգաններ, հատկապես սոնոգրաֆիայի դեպքում, ցանկալի է, որպեսզի միզապարկը լինի լիքը։ Կան հետազոտություններ, որոնց դեպքում ընդհակառակը պետք է միզապարկը լինի դատարկ։ Կան հետազոտություններ, որի դեպքում որ պարտադիր է լինել սոված, օրինակ երբ պետք է վիզուալիզացնենք լեղապարկը։ Ամեն ինչ բնականաբար կախված է պաթոլոգիայից։ Տարբեր հիվանդություններ կան, ասում են շատացել են կամ ով էր նախկինում լսել նման հիվանդության մասին, նույն օրինակը գլուտենի նկատմամբ անհանդուրժողականություն կամ անտանելություն հայերեն այնքան էլ լավ չի հնչում այս հիվանդությունը, կարծես թե նախկինում այս հիվանդության մասին օրինակ չենք լսում եւ այս վերջի տարիներին ենք լսում եւ նման բազմաթիվ հիվանդություններ կան ու բացի այդ նաեւ թվում է թե թվերն են շատ բարձրացել։ Իրականում թվերը բարձրանում են, թե դիագնոստիկ ծառայություններն են զարգացել, սկսել են ախտորոշել այդ հիվանդությունները։ Ես կարող եմ նշել, որ մեզ մոտ շատ ավելացել է, շատ ավելի կատարելագործվել է դիագնոստիկ առումով վաղ ախտորոշումը, այսինքն մենք բացի նրանից, որ ախտորոշում ենք, նաև ունենք որոշակի սկրինինգներ, որոնք որ տարին մեկ անգամ չեքափ անելով մեզ ավելի կանխարգելիչ բժշկության մեջ ավելի մեծ դեր են կատարում, այսինքն կարող եմ նշել, որ ոչ թե ավելի ավելացել են հիվանդությունները, այլ
նրանք հայտնաբերվում են այսօր վաղ փուլում շատ ավելի, որի մեջ բնականաբար շատ մեծ դեր ունի ախտորոշիչ մեթոդները եւ ժամանակակից ախտորոշիչ մեթոդների արկայությունը Հայաստանում, եթե օրինակ ժամանակին շատ փոքր թոքի ուռուցքները հնարավոր չէր որոշ չափով տարբերակել, այսօր մենք արդեն ունենք հետազոտության այնպիսի տեսակներ եւ նաեւ այդ հետազոտություններին լրացնող կողքից բիոպսիաներ եւ այլն, որոնք հնարավոր է իրականացնել, օրինակ կատե կոնտրոլի տակ, որոնք որ ժամանակին Հայաստանում չէին կատարվում, որոնք որ նպաստում են հիվանդության վաղ հայտնաբերմանը, այսինքն ավելի ավելացել են վաղ հայտնաբերվող դեպքերը։ Այս ասում են տենդենսը, հա, որ հիվանդություններն են հիմա ամենից հաճախ հայտնաբերվում վաղ փուլերում, այն որ նախկինում հնարավոր չէր։ Հիմնականում բնականաբար ուռուցքային հիվանդությունները, այո, քաղցկեղը։ Իհարկե կա մի ազգաբնակչության մի մասսա, որը որ դեռևս չունի այդ կուլտուրան շուտ հետազոտվելու, վաղ հայտնաբերվելու, բայց բնականաբար բոլոր քայլերը տանում են դեպի նրան, որ ժողովուրդը լինի ավելի տեղեկացված, ավելի հաճախակի հետազոտվի, ավելի շուտ հայտնաբերելու տվյալ տարբեր հիվանդությունները, հատկապես քաղցկեղը։ Բայց դուք զգում եք այդ տենդենսը, որ իսկապես մարդիկ ավելի հաճախ են սկսել բժշկի գնալ, անգամ մինչև գանգատների հայտ գալը։ Այո, այդ տենդենսը կա այսօր, հատկապես կանանց շրջանում 40-ից հետո մեծամասնությունը արդեն կարծես ներքին կուլտուրա է դարձել մամոգրաֆիա, կրծքի թեկուզ սոնոգրաֆիա, իհարկե, բայց 40-ից հետո նաև պարտադիր է որպես սկրինինգ մամոգրաֆիան, վերջերս նաև եւ այժմ էլ շարունակվում է այդ պապ քսուկի հանձնման այդ ծրագրի իրականացումը Հայաստանում, այնպես որ արդեն նաև պոլիկլինիկական օղակում է ներդրված, այնպես որ այս բոլոր քայլերը տանում են տվյալ հիվանդությունների ավելի վաղ հայտնաբերմանը եւ ժողովրդի մեջ արդեն ձևավորվում է այդ կուլտուրան, որ կարելի է շուտ հետազոտվել եւ շուտ կանխարգելել, հայտնաբերել եւ եթե կարիքը կա արդեն բուժել։ Իսկ պահպանողական բժշկության կողքին հիմա կանխարգելիչն է։ Կանխարգելիչն է, այո, կարելի ասել հավասար քայլերով առաջ են գնում։ Իսկ փոքրիկների դեպքում ինչպես է փոքրիկներին երբ են բժշկի բերում, քանի որ ծնողները պիտի բերեն։ Փոքրիկների դեպքում բնականաբար մեծամասնությունը տարբեր գանգատներն են կապված վիրուսների հետ, անհանգիստ վիճակների, տարբեր վիճակների հետ կապված, որը որ երեխայի համար ոչ նորմալ, ոչ ադեկվատ վիճակ է։ Բնականաբար առաջինը փոքրիկները զնվում են մանկաբույժի կողմից, բայց տատիկների խորհուրդներն են, չէ՞, բանանում հարևանների եւ այլն հետո։ Տատիկների խորհուրդները, հարևանների խորհուրդները միշտ կա մեր ազգի մենտալիտետում, բայց ուրախությամբ կարող եմ նշել, որ արդեն այս մասով էլ առաջընթաց ունենք եւ ծնողները այնքան շատ է ինֆորմացիան, որ արդեն ծնողները իրենք ինֆորմացիայի պակաս չունենալով անմիջապես դիմում են մանկաբույժի։ Բնականաբար մանկաբույժի կողմից զննվելուց հետո արդեն մանկաբույժը ինքն է ցուցումը դնում տարբեր հետազոտությունների։ Եթե մեծահասակների պարագայում որոշակի չափով ընդունելի է մեծահասակի ցանկությամբ հետազոտվելը, երեխաների պարագայում այդքան էլ ցանկալի չի այդ ամեն ինչը անել, քանի որ ինչպես ասեցի, երեխաները ավելի խոցելի են այդ հետազոտությունների նկատմամբ։ Այդ դեպքում միայն ցուցումը մանկաբույժի կամ նեղ մասնագետի բուժող բժշկի կողմից է դրվում։ Այսինքն մեզ մոտ ուղեգրվող պացիենտների մեծամասնությունը, եթե ոչ 100%-ը, իրենք մանկաբույժների, տարբեր նեղ մասնագետների կողմից ուղղորդված պացիենտներն են։
Եվ քանի որ երեխաների եւ դեռահասների բուժկենտրոնում եք, այսպես սպասարկող բուժկենտրոնում եք աշխատում, այ կասեք վերջին շրջանի այդպես հիշարժան դեպքերը, չեմ անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով տանը, օրինակ փոքրիկները չեմ տարբեր բաներ են գիտեմ նաեւ կուլ տալիս եւ այլն, ինչ հետաքրքիր վախենալու բաներ կհիշեք։ Շատ տարբեր դեպքեր են ունեցել իրականում, դե բնականաբար առաջինը տարբեր օտար մարմիններն են, որոնցից շատ հաճախակի հանդիպում են կոպեկները, էլեմենտները, տարբեր էլեմենտները, տարբեր խաղալիքների դետալները, դե բնականաբար նաև տարբեր քիմիական նյութերի օգտագործումը, անզգուշությամբ օրինակ պապիկ տատիկների կամ ծնողների դեղերը խմելը, ունեցել են դեպք մինչև կալիումի պերմանգանատի օգտագործում։ Եվ եւս մի հարց, որ ասում էի տատիկների, չեմ հարևանների եւ այլն, ունեցել եք էլի վերջին շրջանում դեպքեր, երբ սկզբում այդ տատիկների, հարևանների խորհուրդներով լսած ինչ որ բան փորձել են բուժել փոքրիկին եւ այլն, եւ հետո արդեն ավելի վատ վիճակում է երեխան հասել ձեզ, միշտ կարար ուրիշ լիներ իրավիճակը։ Այս հարցին ավելի կոնկրետ մանկաբույժները կպատասխանեն, բայց ես կողքից որպես այսպես մանկական հիվանդանոցի անձնակազմի անդամ ավելի շատ լսում եմ այն դեպքերը, որոնք կապված են կովի կաթի ընդունման հետ, երբ որ հավելյալ սնունդ ավելացնելիս փորձում են փոխարինել կովի կաթով, որը հիմնականում տարբեր ալերգիաների առաջացման պատճառ է հանդիսանում։ Բարի։ Շնորհակալ եմ շատ։ Մեր զրույցից հասկացանք, որ առհասարակ պետք չէ վախենալ ճառագայթային ախտորոշման ծառայություններից եւ պետք չէ մտածել, որ վայ հղիներին վնասելու է, երեխաներին վնասելու է, միշտ վնասն ու օգուտը երբ դնում ես կշերքի նժարին, օգուտը ավելի բարձր է ստացվում։ Այս դեպքում ուղղակի պետք է ընտրել ճիշտ մասնագետ, ճիշտ բուժկենտրոն եւ չվախենալ նման ծառայություններից։ Շնորհակալ եմ շատ հյուրընկալվելու համար եւ հետաքրքիր ինֆորմացիա ներկայացնելու համար։ Ես էլ եմ անչափ շնորհակալ հաճելի զրույցի համար։ Այո, ճիշտ նշեցիք, որ պետք չէ վախենալ, պետք է ժամանակին հետազոտվել, ճիշտ տեղում եւ ճիշտ մասնագետի կողմից եւ ըստ անհրաժեշտության ստանալ արդեն ճիշտ բուժում։ Ուզում եմ, որ բոլորը հետևեն այս կանոնին եւ երբեք չթողնեն, որպեսզի հիվանդությունը զարգանա եւ ունենանք արդեն բացի թողի դեպքեր եւ լինեն բոլորը առողջ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, եթերում Սպուտնիկ զրույցներ։